Այնքան ախպե որ լսեցեք կա ասարկեցի։ Ամպ ծրող հակակարգտային կայանները ինչու չեն կրակել Նալբանդյան գյուղում։ Պարզվում է Wi-Fi-ն է կորած եղել։ Ասում է Wi-Fi-ով աշխատում։ Ասենք հիմա Wi-Fi-ով աշխատում, ասում ամպելայքի Wi-Fi-ը կորել է։ Այսինքն պիտի բաց երկնքի տակ կրակել այդ կարկտակայանը։ Ասենք ամպը պիտի գա որ այդ կարկտականը կրակի։ Ասում ամպը եկել է որ Wi-Fi-ը կորել է, որ Wi-Fi-ը կորել է, բա պիտի չկրակի։ Ինչ կարկտան ունացա։ Մայիսի 14-ին կեսօրից հետո 30 րոպե տևած կարգտահարությունը աղետալի հետևանքներ է թողել Նալբանդյան եւ Ջանֆիդա գյուղերում։ Ցոգոլի մեծությամբ կարկուտը ջարդել է ծառերը, գետնին թափելով դեռ չհասած միրգը, գրեթե ամբողջությամբ ոչնչացնելով մշակաբույսերը։ Մոտ կես ժամ եկել է, շատ արագ ու ցան նման նստել է։ Ինչ չափի էր։ Չափը սկզբից այս չափը էր սկզբից, մի քիչ եկա, մի րոպե չափ, նրանից հետո արդեն սկսեց մանրանալ ու ահա որ ձան նման եղած։ Քանի տոկոս կնի ձեր վնասը։ 100%։ Դա երեկվա կարկուտն է, չի հալը։ Չի հալելի քնա։ Տեղացիները պատմում են, որ սա առաջին անգամը չէ, նախորդ տարի են բերքը կորցրել կարգտահարության հետևանքով։ Կառավարությունն ասել էր կփոխհատուցենք, բայց ոչինչ չարեցին, հիշում են հուսահատ բնակիչները։ Անեկդոտի նման ասել են, տենան գլի ինչ կլինի, էլի, ասում դու էլ ասա։ Տենանք ինչ կլինի, չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ։ Այսքան վաղ գյուղացուն ոչ մի անցած տարվա կարկուտից էլ ոչ մի բան չեն փոխհատուցել։ Խաղողները վրայի։ Ասենք ոչ մեկ ոչ մի բան չի անում, քանի տարի է լավ կլինի։ Գյուղապետարաններն այս օրերին զբաղված են վնասի գնահատմամբ, հույս ունեն փոխհատուցում այս անգամ կլինի։ Աշխատանքային խմբերը, մարզպետարանների, համայնքների նախարարության հետ ակտիվորեն աշխատանքի մեջ են վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունվեն, կհասկանանք ինչպես կարող ենք ուրեմն փորձենք, որպեսզի աջակցենք մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասենք։ Ամեն ծակը կարկուտի տեղ։ Այսօր էլ Նալբանդյան գյուղի գլխին սև ամպեր են կախված, ջարդված ճյուղերի կողքին կանգնած գյուղացիները նոր կարկուտի հոտ են առնում։ Մի հատիկ գոնե ձևական չկա։ Զարհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։